այսօր ես սկսում եմ տեսանյութերի նոր շարք ու նվիրում եմ բոլոր հայ երիտասարդ երաժիշտներին։ Քանի որ գիտեմ ձեր ժամանակը շատ թանկարժեք է, իմն էլ, ինչքանով որ հնարավոր է, ես ուզում եմ տեսանյութները կարճ լինեն, այնպես որ եկեք սկսենք։ Ուրեմն, եթե սկսենք նայենք մեր շուրջը, օրինակ իմ շուրջը հիմա դրված է գիրք, ուղիղ գծով, ուղղանկյունաձև, նույնը երկրորդ գիրքն է, նույնը սա, ստեղ ունեմ փոքր գրատախտակ, ուղիղ գիծ, ուղիղ գծեր, ստեղ, նույնիսկ իմ սեղանը ուղիղ է, երևի ուղիղ չլիներ, կբողոքեի, ու այսպես նայում եմ իմ շուրջ բոլորը, դուք էլ նայեք ձեր շուրջ բոլորը, ու տեսեք, թե ինչքան ուղիղ գծերով ենք մենք շրջապատված, ու դա այդքան էլ լավ բան չի, ինչու, որովհետև դա մեր վրա ազդում է ու մեզ ճնշում է, որ մենք մտածենք, որ իրականում կյանքն էլ է տենց, բայց իրականում կյանքը տենց չի։ Ու քանի որ այս տեսանյութները սովորելու մասին է, ես ուզում եմ ուղղակի մի քիչ խոսամ, թե ինչ է նշանակում սովորել, մի հատ դրա մասին, մինչև նոր անցնենք առաջ, ասենք բուն թեմային, երաժշտության օրենքների ու այսպես թեմաների շուրջ խոսանք։ Ուրեմն իրականում տենց չի, անկեղծ ասած, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ մի հատ նայեք ձեր մարմնին։ Ու տեսեք, թե քանի հատ ուղիղ գիծ եք գտնելու։ Երևի 0։ Հետո դուրս կգաք, այսօր վաղը կապ չունի, կնայեք բնությանը, սարերին, ծառերին, երկնքին, ամպերին, տիեզերքին, տեսեք քանի հատ ուղիղ գիծ եք գտնելու։ Ես դեռ չեմ գտել։ Հիմա ես հասկանում եմ, որ շատ մարդիկ կարող են նստեն ու մտածեն, այս մարդը ինչ է ասում։ Բայց եթե հիմա սա շատ խորն է այս թեման, հիմա շատ չխորանամ այս թեմայով, բայց առաջին հերթին կյանքը սենց իդեալական չի։ Ու այս գիրքը իդեալականին մոտ է, ինքը իդեալական չի էլ կարող լինի, բայց կյանքը տենց չի, առաջի հերթին։ Երկրորդ հերթին, ոնց որ ասեցի, սա շատ ավելի խորն է, քան թե երաժշտությունը, բայց եթե գանք հիմա երաժշտության մեջ ու ասենք երաժշտությունը սովորելու, գիտելիքի այսպես սենց, հա, նույնիսկ սովորելու մեջ դա տենց չի։ Այսինքն շատ իդեալական ու մանկամիտ ձև է մտածելը սա ու ուղղակի աբսուրդ է, թե ինչքան մարդիկ սենց են մտածում ու ինչքան մարդիկ սենց են մարդկանց սովորացնում։ Դրա համար հիմա էս է վիճակը աշխարհի։ Որ մարդկանց թվում է, թե օրինակ, եթե մենք ուզում ենք ինչ-որ մեկին սովորացնել, չգիտեմ ինչ ասեմ, անպայման չի երաժշտություն, քայլել, մենք սկզբում իրան ասում ենք, սկզբում պետք է աջ ոտդ դնես, չէ, մյուսը գալիս ասում է, չէ, մի րոպե, սկզբում պետք է ձախ ոտդ դնես, չէ, մյուսը գալիս ասում է, չէ, ավելի ճիշտ է, որ իրան մի հատ զգուշացնենք, որ կարող անգնես, բայց ով է տենց քայլել սովորել։ Ոչ մի մարդ այս կյանքում ես համոզված եմ, 100% չգիտեմ, բայց ես հիմա խելքին մոտիկա, որ ես համոզված եմ, ոչ մի մարդ այս կյանքում նույն ձևի քայլել չի սովորել, ու ինքն է սովորել, բայց ո՞նց է սովորել։ Դե հաստատ սենց չի սովորել, ուղիղ գծով,
ինքը աջ ոտնադրել, հետո ձախ ոտնադրել, հետո հասկացելա թե քանի միլիմետր դնի ձախ քայլելուց աջ քայլելուց մենակ քայլել այնքան դժվար բան է, մենք ոնց ենք սովորել դա։ Բայց մեզ ու ես դպրոցներին դեմ չեմ, բայց մեզ դպրոցներում ինչ են անում։ 30 հոգու դնում են, 40 հոգու դնում են իրար հետ ու ասում են մենք սա ենք սովորելու ստեղից ստեղ։ Ու ես չեմ ասում դա վատ բան է, բայց մենք բոլորս գիտենք, որ այդ ես կոնկրետ տենց դպրոց դեռ չգիտեմ, ես էլ եմ դասավանդում, խմբային դասեր տալիս եմ, բայց ես ոչ մի անգամ ու ես վատ դասատու չեմ։ Ես ոչ մի անգամ ինչ-որ խմբի դաս չեմ տվել ու ասենք մի ամիս հետո բոլոր այդ 30-ն էլ ասենք այս կետում լինեն։ Չէ, դա ասենք էլ եմ ասում, շատ մանկամիտ մտածելակերպ է։ Ու ես ինչքան հնարավոր է, ու ես շատ գոհ եմ, որ իմ դասավանդության մեծամասնությունը անհատական է։ Որտեւ ես ամեն մեկին ուրիշ ձև եմ դաս տալիս։ Ամեն մեկի համար ես ուրիշ դասատու եմ դառնում։ Բայց հա, նույնիսկ խմբի մեջ ես պետք է իմպրովիզացիա անեմ, որտեվ ես չեմ հավատում այդ ձևի դաս տալու։ Ես օրինակ հավատում եմ, եթե մենք գտնվենք տարբեր A կետերում, հա, սենց էլի, ասենք այս մարդն էստեղ է, ու ես հավատում եմ, որ կարող ենք ինչ-որ ձևով այդ մարդկանց բերենք այս B կետին, բայց տեսեք, որ լրիվ ուրիշ գծերով է, ու այդ գծերը չեմ սիրում, ասենք ավելի կորաձև էլի։ Այսինքն առաջի բանը, որ մենք պետք է հասկանանք, դե հասկանանք թե չհասկանանք, իրականությունը դա է, բայց լավ կլինի, որ հասկանանք, որ յուրաքանչյուր բան սովորելու համար պետք չի ընկճվել։ Ես սա ասում եմ, որ ձեզ քաջալերեմ։ Պետք չի դու ընկճվես, որ ես, բայց ասենք, օրինակ էլի, ես ուզում եմ քայլել սովորեմ, բայց ախր կոշիկ չունեմ կամ նասկի չեմ հագել։ Հա։ Քիչ կարող ավելի լավ բառեր կա, որ կարող եմ օգտագործեմ կամ ավելի լավ տերմիններ, բայց կապ չունի։ Իմ ամբողջ բուն ասածը դա որ կապ չունի ես ինչ օգտագործեմ։ Ես մեկը սովորելու եք, հասկանալու եք ես ինչ եմ ասում, եթե լոգիկա կա։ Կարճ ասած, այսինքն կապ չունի թե մենք այս տեսանյութների շարքը ինչից սկսենք, ես 100% համոզված եմ, որ ես բաներ եմ ասելու, ես ձեզ երաժշտության մեջ օրենքներ եմ ցույց տալու ու ասելու եմ ճիշտը սա է ու ձեր աշխարհը ցնցելու է, որովհետև մանավանդ եթե դուք 10, 20, 30 տարի երաժշտություն եք սովորել, ասելու եք ձև չի դա տենց լինի, ես ինչ որ մեկի ինձ ասած կլներ։ Պրոբլեմ չկա, խնդրում եմ գնացեք, տեսեք իմ ասածը համապատասխանում է, ասենք հազարավոր 10 հազարավոր 100 հազարավոր ուրիշ երաժշտությունների հետ, այդ նոտաների հետ համընկնում է թե չէ։ Մենակ իմ ասածին մի հավատացեք։ Իսկ եթե գիտելիք ձեռք բերելը ուղիղ գիծ չի, որով ոնց որ հասկանում եք բնական չի, մեկագոյություն չունի, իսկ սովորելը ինչ ձև է։ Ես կուզեմ դա մի քիչ բացատրեմ, որ ձեզ քաջալերեմ, ու եթե այս տեսանյութը ձեզ հետաքրքրի, արդեն գիտեք, որ կգաք երկրորդն է կնայեք, ու արդեն մենք խորանանք երաժշտության մեջ։ Ուրեմն, վերցնում ենք երկու մարդ։ Ու ես մարդասեր մարդ եմ, ես ոչ մեկի չեմ նախատում։ Ես ուղղակի կուզենամ, որ եթե դուք սխալ եք մտածել, ձեր մտածելակերպը փոխեք, որտեղ ձեր համար լավ կլինի, մանավանդ եթե դուք դասատու եք։ Ձեր աշակերտների համար հաստատ լավ կլինի։ Բայց ասենք վերցնենք երկու աշակերտների, հա։ Ինչ որ մեկը սովորում է այդ սխալ մտածելակերպով։ Ինքը սովորում է A-ն, որ կարողանա հետո սովորի B-ն, որ հետո էլ ինքը հաստատ կարողանա սովորի C-ն, որ հետո էլ գնա աշխատի։ Ու ինքը սենց վերելք է ապրում կյանքում։ Ու նայում է մի հատ կողքին ուրիշ աշակերտ, ինքն էլ է սկսել, ասենք, այս A կետից, բայց այս խեղճը
քիչ համբերություն այդքան էլ սիրուն չեղավ, բայց այս խեղճը պատտվում է, էլի գալիս է նորից իր հին տաշտակին։ Հիմա այս մեկ ասում է ծիծաղում է վրան կողքից, ասում է լսի, խելքդ հացի հետ ես կերել դու, ես արդեն ես երկրորդ տարին է ասենք թե էլի անցել, ես արդեն բեի վրա եմ, ես էլ տես ինչ գործեր եմ նվագում, տես ես ինչ տեմպի տակ եմ ես գործերը նվագում, դու էլ այ վրա ես, ես մեկ ասում է միգուցե ինքն է ճիշտը, ես հուսում եմ, որ դուք այս աշակերտների շարքին եք պատկանալու, նենց որ մենք ուշադրություն չենք դարձնում իրանց, գալիս է ասենք մոտ ապագայում էլի հաջողություններ, ես արդեն մրցույթների դափնեկիր եմ, մի հատ է դնեմ, հա, խի չէ որ, դեն էլ ասենք դիպլոմն է, ես արդեն դիպլոմներ ունեմ, սիրուն դրել եմ դիպլոմներս պատերին, չգիտեմ աշխատանք ունեմ, այս արկեստրի հետ եմ նվագել, այն արկեստրի հետ եմ նվագել, այդ 1, 2, 3, 4, ասենք այդ ժամանակ հատվածում այս խեղճը հլը այ վրա է, ինքը պտտվում է, սա հասավ B-ին, սա պտտվում է հետա գալի A-ին, սա հասավ C-ին, այս խեղճը պտտվում է, հիմա լավ հարց առաջանում, չէ, այդեղ նստած դու ինձ հարցնում ես, չհասկացա, դու ինչու ես ուզում, որ ես սա լինեմ, ինչու չես ուզում, որ ես վերել կապրեմ, հիմա բացատրեմ, չնայած մի քիչ որ մտածես, թե ինչու եմ սա ասում, լավ կլինի, ուրեմն, դա պարզ է մի քիչ հումորով եմ ես ամեն ինչ ասում, որտեվ մարդ պետք է մի քիչ հումոր ունենա, էլի, որ նայի կամերային ու խոսա, չգիտեմ ես ինչ ձևի կյանք է, բայց եմ ասում, այս ժամանակի էներգիան քո համար եմ ծախսում, հայ, իմ շատ սիրելի, թանկագին, հայ, երիտասարդ երաժիշտ, իրականությունը ախր սենց չի, իրականությունը այն է, որ այս մարդը ընդօրինակելով ինչ-որ բաներ է սովորում, հանկարծ ասված ճանի ինքը B կետը չունենա, ինքը այս C կետին կյանքում չի հասնի, որտեղ ինքը մենակ ուղիղ գծով է քայլում, ինքը չի կարող ինչ-որ ուրիշ ձևով հասնի դրան, նես որ ինչ-որ տեղ գալու այդ կետը, որ ինքը վերել չի կարող ապրի, բայց ինքը ապրում է երկրաչափական, երկու չափի, հա, two-dimensional, ոնց ասեմ հայերեն, երկրաչափական, աշխարհում, ու իր երկրաչափական աշխարհում, իրան թվում է, թե ինքը առաջ է գնում, յուրաքանչյուր գիտելիքի մեջ, նույնիսկ սա կյանքին է վերաբերվում, բայց ինքը առաջ չի գնում, որովհետև ինքը եռաչափ աշխարհում չի, բայց այս աշակերտը իրականում սա է անում, մի քիչ համբերություն, տեսնանք այս մեկը ոնց եմ նկարելու, դե հա, սա ոնց որ արդեն հասկանում ես, այն 30 վայրկյանանոց ծաղրածուների վիդեոն չի, սա մի քիչ համբերություն պետք է ունենաս, չէ, լավ, այս մարդը սա է անում, պատտվում է, նորից է պատտվում, 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 ու այսպես, ինքը հա անընդհատ գալիս է, ասենք այդ A կետին, այս մեկը որ նայում է, ասում է դու անընդհատ գալիս ես քո այդ հին, բայց այս մարդը եռաչափ ձևով տորնադոն ոնց է լինում, հələ կարող ասենք նույնիսկ բարձանում, մեծանում է իր շրջանները, ավելի է հասկանում, թե իր գիտությունը ուրիշ գիտությունների հետ ոնց է համընկնում, ինքը իր աշխարհի ընկալումը ավելի է մեծանում,
ինքը հասկանում ավելի շատ ինքը ով է, իր գիտությունը իրանից ինչ է պահանջում։ Իսկ ես մենք լրիվ ուրիշ մակարդակի վրա է։ Այսինքն, իմ ասած ինչ է, որ եթե ինչ-որ բան ուզում ես ճիշտ սովորես, միշտ կողքից ծաղրողներ են լինելու։ Դու մի լսի իրանց։ Ես երկու հատ օրինակ եմ բերում ու հետո կշարունակենք մյուս տեսանյութում։ Առաջին օրինակը։ Ուրեմն Հայաստանում ես գնում եմ երաժշտական դպրոց ու այնտեղ ունեի շատ լավ սոլֆեջոյի դասատու։ Շատ լավ։ Մինչև հիմա իրան հիշում եմ։ Ու Մարո Ցոլակովնան իր անունը շատ սիրով եմ իրան հիշում։ Մեզ սովորացնում էր օրինակ ինտերվալները։ Սա սեկոնդանա, սա տերցիանա, սա կվարտանա ու սենց։ Ու ես սովորում էի։ Ինչ որ ասեմ սիրով էի սովորում, չէ, ճիշտն ասած չէ, բայց դասատուի սիրում էի։ Հետո որ եկա համալսարան, Ամերիկայում է արդեն, գնում եմ համալսարան, առաջի կուրս նստած ենք 200 հոգի մարդ է նստած լեկցիայի ժամանակ, այս մարդիկ խոսում են ինտերվալներից։ Ես ապշել եմ ինտերվալ։ Գնում եմ ուրեմն օֆիս, այդ իմ advisor-ը կոչվում, խորհրդականը, ասում եմ կներեք ինձ աշկի սխալ դասի եք գրանցել։ Այս կին ասում է չէ տղա, ճիշտ դասի են գրանցել, մանավանդ դու զորով ես անգլերեն խոսում, գնա նստի մի երկու բան է կարող է սովորես։ Ասես ես այս ամեն ինչ արդեն գիտեմ։ Ասես ես քեզ խորհուրդ եմ տալիս։ Գնա մի երկու շաբաթ էլ լսի, նստի, եթե քեզ թվում է թե դու այդ ամեն ինչը արդեն գիտես, 3-4 շաբաթ հետո հետ կգաս։ Ես շատ շնորհակալ եմ, որ կոտոշներս չտնգեցի։ Գնացի նստեցի, ես կիսամյակի վերջում շատ շնորհակալ եմ, որ այդ դասը վերցրեցի, որտեղ ես ինտերվալները լրիվ ուրիշ ձև հասկացա։ Բայց էլի չէի սիրում։ Ասենք մտածում էի, ես գնամ իմ Շուբերտի սանատան նվագեմ։ Ինձ է դեր հետաքրքրում։ Ուրեմն 4 տարին անցնում է, ընդունվում են մագիստրատուրա։ Ուստեղ կարևոր է, ես երևի նշեմ, ինձ գովալու համար չեմ ասում, բայց ես գնացել եմ աշխարհի հաստատ լավագույն 5-ի մեջ է մտնում իմ համալսարանը, Ինդիանայի համալսարանը։ Իմ կարծիքով ինքը համար 1-ն է, ասենք ակադեմիկ առումով, էլի։ Բայց լավ, հիմա դրա մասին ինչ խորան, իմ ասած այնա, որ այդ դրանով չխորանանք այդքան, ինչ որ ինքնա հաստատվելու մեջ տենց իղձեր չունեմ ես, բայց ինչու եմ սա շեշտում, որ այդ ինտերվալները մենք ես չէի դա սովորում ինչ որ մի հատ հասարակ, մի հատ կորած մոլորված տեղում, համար 1 տեղում։ Լավ, այդ ամեն ինչը մի կողմ, ուրեմն մագիստրատուրայի ժամանակ թեորիայի դասեր եմ վերցնում, այդ ժամանակ արդեն ել եմ ասում պարտադիր էր, վերցնում եմ նորից ինտերվալներ, նորից ինտերվալ։ Ես ապշել էի, բայց այդ ժամանակ արդեն ոչ միայն նույնիսկ ավելի շատ սովորեցի ինտերվալների մասին, ասենք պոլիֆոնիայի առումով ու սենց էլի, հիմա չխորանամ դրա մեջ, դա չի կարևոր, բայց այդ ժամանակ արդեն ինձ նենց սովորացրեցին, որ իմ մեջ սեր արթնացավ։ Ու դրանից հետո որ արդեն ընդունվեցի դոկտորի աստիճանի, ասենք նորից արդեն այդ ժամանակ իմ ուզելով պարտադիր չէր, ես ուզեցի, որ իմ առաջի գիծը դաշնամուրի կատարումն էր, բայց նաև ընտրեցի composition, այսինքն ստեղծագործող ու նաև theory, երկու հատ minor, ոնց է հայերեն, երկրորդական ճյուղ, հա, տենց ասեմ։ Ու այդտեղ ես որ ընտրեցի, մտածում էի հիմա շատ հետաքրքիր բաներ եմ սովորելու, ես սիրում եմ theory-ան, sense նենց, էլի նորից ինտերվալներից սկսեցինք։ Այդ ժամանակի լրիվ ավելի խորը, արդեն համարներով ենք հաշվում էլի։ Կոչվում է pitch class theory։ Լավ, հիմա դրա մասին այդքան չեմ ուզում խոսամ։ Իմ ասած այնա, որ դա օրինակ մի հատ վառ օրինակ, որ ես միշտ կհիշեմ, որ ես անդադ ոնց որ պատտվում էի, գալիս էի այդ ակետին ու մենակ ինտերվալները չէ, շատ բաներ մենք անդադ կրկնում էինք, բայց այդ կրկնելով ավելի լավ էինք հասկանում։ Ու եթե անկեղծանամ, հիմա արդեն ինչ, մոտ մի
12-13 տարի անցել, ինչ որ ես իմ դոկտորի աստիճանը ստացել եմ, այդ ժամանակահատվածում ես ելի եմ հետ գնացել, այս գրքերը բացել, ուրիշ գրքեր բացել, ու մինչև հիմա ես սովորում եմ, ուրիշներին սովորացնում եմ ինտերվալներ, ու մինչև հիմա ես բաներ եմ բացահայտում։ Ու մենակ ինտերվալներին չի վերաբերվում։ Լավ, երկրորդ մի հատ էլ պատմություն ու վերջացնենք։ Ուրեմն դոկտորի, չէ, մագիստրատուրայի ժամանակ վերցնում եմ դաս, Կալիֆոռնիայի դաս, շատ լավ պրոֆեսորի հետ, Frank Samaroto, ու անհամբեր սպասում եմ, թե առաջին տնային աշխատանքը ինչ պետք է լինի։ Ու ես դաշնակահար եմ, բայց այնտեղ կան նույնիսկ ասենք մարդիկ, կան որն է, բոլորը բացի ինձ, խփնվածը ես եմ երևի, բայց բոլորը բացի ինձանից, իրանք թեորիայի մասնագետ են, իրանց ճյուղը այդ էր։ Ու հիմա, այսինքն իրանք ավելի են հետաքրքրված ինձանից առավել, թե առաջին իրանց տնային աշխատանքը ինչ պետք է լինի։ Ու դասատուն գալիս է, խոսում է, շատ տպավորված ենք մենք, ու տալիս է մեզ նոտաներ։ Մի ձայնանի monophonic, հա, մի ձայնանի 15-րդ թե 16-րդ դարի այդ կոչվում է Gregorian chant, հիմա հայերեն չգիտեմ ոնց է դառնում դա, այդ եկեղեցական երաժշտություն։ Ասում եմ գնացեք արտագրեք սա։ Դե ես արդեն իմ դասերը սովորել եմ, բերանս փակեցի, դասատուն ինչ ասում է, ես պետք է անեմ, բայց մեկը չդիմացավ, ասում եմ չեմ հասկանում, ասում եմ մենք եկել ենք, այսքան փող ենք տալիս, ժամանակ ենք ծախսել, ու նես կուլտուրական ձևով այդ ամեն ինչ ասեց, բայց ասում եմ մեզ թուղթ ես տվել, մեզ նոտաներ ես տվել, որ մենք գնանք արտագրենք, դասատուն գիտես ինչ ասեց։ Դասատուն ասեց սա, դիմացի սա։ Դասատուն ասեց, եթե Բախի համար իր ամբողջ կյանքում, ոչ միայն փոքր ժամանակվանից, բայց իր ամբողջ կյանքում, եթե Բախի համար դա պրոբլեմ չէր արտագրելը, ուրեմն դու մի բողոքի։ Ես եկել եմ այն եզրակացության, այսքան տարիների ընթացքում, մարդկանց հետ շփվելով, մարդկանցից սովորելով, մարդկանց սովորացնելով, որ եթե այսքան բանը դու լսեցիր ու քեզ հետաքրքրեց, ուրեմն դու հետ կգաս, մնացած վիդեոներն կլսես ու քո գիտելիքը կավելացնես։ Իսկ եթե դու հասար ես կետին ու քեզ թվաց, որ այս վիդեոն absurd էր, էլի պրոբլեմ չկա։ Բայց ես եկել եմ այդ եզրակացության, որ կա երկու ձևի աշակերտ։ Կամ դու ես աշակերտն ես, այս վիդեոյի վերջում, ու քեզ թվում է, թե դու ամեն ինչ գիտես, ես քեզ մաղթում եմ ամենայն բարիքը, պրոբլեմ չկա, բայց եթե դու համեստ ես, ու դու հասկանում ես, որ դու շատ սովորելու բան ունես, ես քեզ խորհուրդ եմ տալիս, դու հետ ես գալիս ու հետևում ես մյուս վիդեոներին, որտեվ ես նենց բաների մասին եմ խոսալու, որ էլ եմ ասում, քո աշխարհը ցնցելու է, ու թվալու է շատ տարական,
բայց անընդհատ դրա մասին մտածելով, անընդհատ այդ թեմային հետ գալով դու ամբողջ կյանքիդ ընթացքում հասկանալու ես, թե ինչքան խոր թեմաներ ենք մենք շոշափելու իրար հետ։ Ուրեմն սրանից հետո մյուս վիդեոն ես կնվիրեմ շատ կարևոր օրենքի, կարող ենք իրար հետ համարակալենք, ու այդ օրենքը ես ցույց կտամ, որ երաժշտության հետ ճիշտն ասած կապված այդքան չի, բայց կապված է ֆիզիկայի օրենքների հետ։ Կհանդիպենք մյուս տեսանյութում, ամենալավն եմ քեզ մաղթում։